Արցախյան զրույցները սիրով շարունակվում են ամեն շաբաթ եւ կիրակի առավոտները Նուր հեռուստատեսության բարի առավոտ ծրագրի ընթացքում իհարկե տաղավարում արցախցիներին ենք հյուրընկալում եւ խոսում ենք բառով։ Ամեն առավոտ տարբեր ուղղություններից ենք խոսում։ Այսօր առավոտը լինելու է ջազային, որովհետեւ տաղավարում է Արցախ ջազ նվագախմբի հիմնադիր ղեկավար, ջազի հայկական ասոցիացիայի անդամ Տիգրան Լալայանը, մեր Տիգրանը։ Տիգրան, բարլույս։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելի հետի, բայց մենք բառով խոսելու զրույցնական ավելի ճիշտ, որովհետև սա ոչ թե հարցազրույց է, այլ սա շատ հանգիստ տնոստոն զրույց է։ Պատրաստ ենք դրան։ Անպայման։ Շատ լավ։ Մեր սորվա հանդիպման առիթը ինձ էտի շատ կարևոր է, որովհետև ընդամենը մի քանի օր հետո մայիսի 2-ին ճարտարապետների միությունում, եթե սխալվում չում, տեղի է ունենալու մեծ ջազ համերգ, վերին մունք անհամբեր սպասում ենք, վերին օզում ենք մասնակցենք, վերին շատ ուրախ ենք, վեր դուք բեմում եք հիմնական։ Նախ ուզում խոսենք այդ մոտ օրերս կայանալիք այդ ծրագրի մասին, ինչ է սպասվում այդ համերգին եւ ինչ ակնկալիքներ ունիք նաեւ դուք այդ համերգից։ Նախ շնորհակալություն վեր հրավիրելիք ձեր տաղավարը ներողություն։ Եվ ուրեմն սկսենք ստղից մենք շատ ենք միասին համագործակցել Աշոտ ջան եւ մեր այս բազմազանությունը երբ որ համերգի բենի մասին ուժը սկսում եք մտածել գծվելը ինքը միշտ ես մաքսիմալիստ եմ, չէ՞, միշտ փորձալ ենք որ մասշտաբն մոծինի շատինի ամեն հանդիսատես ամեն տարբեր խասյաթի մարդ դուր կա եւ այդ ես հաշվում եմ իսկական համերգ, իսկական մոտեցում մշակութային եւ իհարկե այս տարվա սկզբից հենց մենք նորից նոր այդ ոչանանք որոշել շարունակենք դուզա բազմաթիվ խնդիրներ եւ այլ այդ վեր մեզ ավելի ամրապնդում մեր բեները ավելի միասնականացնենք անցած տարվա էլի երկար աշխատանք վարելուց շատ համերգներ ենք տվել նոր այս խմբով ու այս տարվա այս առաջի համերգն այնելով վեր մենք փորձել ենք էլ ավելի նոր մոտեցումներ տանք։ Հատե այդ նոր մոտեցումների եւ մասշտաբների մասին եթե խոսենք, ինչքանով հասկանում ինքը իսկապես մասշտաբավված են, այսինքն բացի Արցախ ջազ նվագախմբի հիմնական կազմից ունենք նաեւ հրավիրված մասնագետներ եւ ուզում տեսնամ ինչ անակնկալներ են նական մզդեղ հյուրինք տեսնողական բեմում, ծրագրում ինչ են նական Ես կփորձեմ հիշում ինչ անակնկալներ անել, ուրեմն ինքը խումբը կազմված է շատ պրոֆեսիոնալ երաժիշտներով եւ նաեւ Գորիս հանդիսացող մեր Արցախի ջազ նվագախմբի ժողովրդից, естественно, հիմքը արցախցիներն են, նաեւ կան այնտեղ համ ռուս շատ լավ երաժիշտներ, ստեղ բնակվող Հայաստան, նաեւ կան շրջանավարտներ շատ տաղանդավոր ու շատ ցանկացողներ կան այսօր, որ ուզում են իմ հետ համագործակցին, իսկ կոնկրետ այդ համերգին նաև լինելու են հրավիրված երգիչ երգչուհիներ, ճանաչված բավականին, ես դա գաղտնիք եմ պահում, փակագծերը պես կոմպոզիտորներ են լինելու հրավիրված որպես հատուկ հյուրեր եւ այլը, այսինքն մենք այնպիսի մի հատ մթնոլորտ պիտի ստեղծենք, որպեսզի համերգավ համախմբիկ ամբողջ ազգի ինչ որ գաղափարը մշակութային թե ընդհանուր մեկ ընդհանրական հայ ժողովրդի գաղափար ջազի մոտեցմամբ, այսինքն շատ լավ, դե քիչ թե շատ այն հուվեր ճինենչում է Տիգրան Լալայանին գործունեության, հուվեր շատ ավելի շատ է ճինենչում, մարդիկ գիտում են վեր այդ համադրությունը միշտ իրել է համերգների ընթացքում նոր սերնդին միշտ առանձին տեղը հիշում ենք, գիտում ենք վեր կարևորելի սկրալ ավակ սերնդին վերը նույնպես շատ կարևոր է վեր էլի պիտի տեղը գիտան այն միջինը այդ 3 նոր միջին եւ ավակ սերնդի 3 երրակի միքս այլ բեմում վերը շատ կարևոր է ու ես ուրախում վեր այսօր արդեն մայր Հայաստանում էլի գործունեությունը շարունակելա այդ բոլոր կետերը պահպանվում է Տիգրան Լալայանի կողմից որովհետեւ դա իսկապես շատ կարևոր է ու այդ սերնդափոխության սահուն ընթացքը շատ ну, ստիասած տակտիչնի ղաշեն կազմակերպվում է։ Հա, նա իսկականից այսպեսի է վիճակը։ Եվ տեղահանությունից հետո իհարկե նվագախումբը իրան գործունեությունը իլել է, բայց 2025 թվականը ինչքանով հասկանում նորություններ ենք սկսում, այսինքն այս մասշտաբներն, այս ամեն ինչը, այս հարցում հուվածս աջակցում Քյոմեգյանում հյուրն հետ եք համագործակցում։ Մենք ուրեմն համագործակցություն ենք կապալ
հասարակական կազմակերպություն դիալոգ Յուրի Նավոյանի հետ, որը որ առաջնահերթ ես եմ իրանից զանգ ստացալ, մեծ սիրով առաջարկություն արել, մեծ սիրով ընդունվել այդ ամեն ինչը, որտեղ ես, այսինքն մեծ պատժկա ինձ ինելով այսօրվանից հետո մոք ապրիլի 1-ից ստանալու ենք մշտական աշխատավարձ համերգների ընդհանուր օգնություն ալնելու, այսինքն իհարկե դա աջակցության տեսքով է նշված հասարակական կազմակերպության կողմից եւ այդ աջակցությունն էլ նոր հնարավորություններ է ավելի հարմարավետ չեմ ուզում ասել ավելի պրոֆեսիոնալ, որովհետեւ իհարկե պրոֆեսիոնալ մակարդակի ավելի հնարավորությունների ընդլայնման մասով եւ փաստորեն մենք ավելի հաճախակի ենք տեսնողական ծծբեմումը անպայման ուրեմն դուք իմ խասած գիտալա որ գիշեր չունիմ աշխատանքը միշտ շտկելի հետի միանշանակ այդ ամեն ինչը հենց այդ հետի է մեր համագործակցությունը վեր այդ մշակութային կորիզը հանդիսացող այդ ամեն ինչը պահպանենք развивать անենք, զարգացնենք ու առաջնենք։ Շատ լավ, նաև ինչու՞ չէ կոզիմ խոսինք 2023 թվականի վեր տեղափոխվել ենք Մայր Հայաստան, իհարկե մարդկանց ժամանակ էլ պետք էր նորից վննի կաղնին, սկսվին այդ գործը, հիբա այդ որոշումը կայացval վեր Արցախ ջազ նվագախումբը նորից իր աշխատանքները վերսկսում է արդեն Մայր Հայաստանում եւ այդ երաժիշտների հավաքագրման process-ը հունցած է ձեր կողքին հաջողվալ ու ինչ խնդիրներ ալալ այդ վախտերի, այսինքն շուտիկ եկալ այդ որոշման թա չէ մարդիկ հիշտն իրար համաձայնվելիս վերքյան, որտեղ սկզբից մտածում վեր ֆինանսական հաստատվեշին բեն չիրար մեջտեղ։ Ես պատկերացրել եմ այդ որոշումը վերկայացնեմ ինչ ասպասում ինձ, այսինքն պիտի գաղափարակիցների հավաքից շուրջ վերևեր իսկական շատ դիժեր վիճակալալ, բայց հաշվի առնելով մեր ճիշտ մոտեցումը տեմպերը, որ պիտի մի անգամից դու ինքնակազմակերպես ու սկսես ինչ-որ բանալ զբաղվելը, ոնց որ մենք պատերազմից հետո 21 թվականին ամիջապես առաջին համերգը մուք ենք տվել, դուք էլ եկել այստեղ դաժե Արամ Խաչատրյանն այդ համերգը, այսինքն մշակույթ պիտի շուտ իր արտանա, որպեսզի ժողովրդին իր հետևից տանի։ Այս միտքը անհանգիստ է, թողալ չի ինձ, հանգիստ թողալ չի ավելի շուտ ու հունվարի ուրեմն հենց սկզբներին 2 ամիս այդ շոկային վիճակն է ես որոշալ եմ նորից զրոյից սկսեմ ոնց որ 20 տարի առաջ զրոյից սկսեմ այդ process-ը անելը ու իմ մոտ այսպիսի սիտուացիա է մզլալ են քյոյնա մուզիկանտներ 2004 թվականից հենց մեծ պետական ստատուս ընտրval երաժիշտներին մի քանի հոգի հավաքվել են ասում տղեկ նորից ենք սկսում շատ մեծ սիրով համաձայնվել են ու ես սկսել եմ հետաքրքրվել ինչքան լավ երաժիշտներ ունենք ստեղ Հայաստան, նաև ռուսերեն միացալ այդ իդեային, այդ գաղափարին եւ ստեղի շատ լավ այդ շրջանավարտներն են առանձին երաժիշտներ, պրոֆեսիոնալներ ու ես իրանց ասամ տղերք մուք պիտի միասին կերտենք, ինձան ասպասելիք սպասում եք, վեր անենք միասին, անենք տեսնանք ինչ արդյունք հատամ։ Ես հույս եմ այդ Աստված այդ հաջողությունը տալու, պրոստը համբերություն ապել։ Իհարկե ժամանակի հարց է, մանավանդ այս վերջի տարի ու կեսվա մասին եթե խոսում ենք, ես գում թա պետք է արդյունքները դրական գնահատել, այն ինչի հսալ է կես տարի ու կեսվա մեջ, ինչ վերտեղ փորձառու եք լի փաստորեն այդ հարցում, որովհետև այդտեղ ոնց խոսքի մեջ նշեցի 20 տարվա մասնագիտական գործունեություն, Արցախի ջազ կյանքի այդ պատասխանատվություն տարիներ շարունակ քուղուսերի տանելավ, այդ 2004-ին մի խումբ մարդկանց այդ ամեն ինչը սկսվել է, այսինքն այդ փորձը իլել է զրոյից ամեն ինչ ստանալ ու ստեղծել ու հասնել պետական ստատուսի։ Հիմա ստիք կամակ ենք հիշում այդ 20 եւ ավել տարիները այդ ակտիվ գործունեությունը Արցախում ու նորից ջազ հիմա էլ արդեն ստեղ ինչ որ մի հատ պահ կյամա վեր ասիկ մտածիկ կամ ասիկ բոլա արդեն կարում չում էր ցիկ չում տամ էլոզում չում մի օրիշ բենանիմ Եթե ես դիմացիմ ուրեմն հաշվիկ իմ աճես կաղնալ։ Ես անպայման պիտի շարունակեմ ել ավելի ինտենսիվությամբ, որովհետև մեկ տարվա ընթացքում 24 թվականից բավականին շատ մեծ տեմպերով ռեզուլտատիվ համերգներ ենք տվել,
ներգրավելով Շատ մեծ տեմպերով, շատ լավ։ Իսկ 2004-ի տեմպերն էլ ավելի շատ, թե 2024-ի տեմպերը 20 տարվա տարբերությունը։ Գիտեմ, կարևորը ինչա էր իդեոլոգը նույնն է։ Այն վխտվա տեմպերը, այն վխտվա ժամանակին հետ աղել է կապված։ Հիմա ես մեծ օպիտ ունեցող արդեն հաշվի մարնում է կրկնապատկված պիտի իհարկե տեմպերը այդ իմ ուղղությամբ։ Ես հաշվի ման նույն բալանսի մեջ, ուղղակի դու պիտի քո նպատակին չդավաճանես։ Կապ չունի ինչ խոչընդոտեր քո ռեչիտ կանգնամ, եթե դու իրան նվիրված ես լինում այդ նպատակիդ քո, ինքը քեզ արդյունք տամա։ Այսինքն մի փոքր դրվագել, ասին որ մեր կոնտրակտը կապալանք, ես այդ ընթացքում դեռ ասինքն հրավառությունն ուժն են կազմակերպալ այդ շնորհավոր դեռ կոմպոզիտորներին էլ եւ այլը ես իրանց ասամ ժողովուրդ ես հիշալ ուղիղ այսօր 20 տարի առաջ որ ինձ կանչարեն ասան այսօրվանից դու պետական հիմնարկը սինելու որտեղ քո աշխատանքը գնահատվալ է այդ նույնը հիմա նորից զորույց վեր այդ մի տարին մուք անցած տարին այդպես ինտենսիվությունը նվիրվածությունը աշխատացրալ ենք ստացալ ենք արդյունք վերևեր ավելի պատասխանատու ճանապարհ սպասում ավելի կարևոր իսկ եթե հիմա այդ 20 տարին ստի հաշվինք մի հատ ստի գիրքա շատ կուճուր գիրքա մի քանի էջից ստի 20 հատ էջ ասի թերթում ենք ամենավառ ամենատպավորիչ ջազ դա կարող է լինի համերգ դա կարող է լինի օր դա կարող է լինի ջազ համերգի պատրաստման ժամանակահատված շաբաթվա կամ ամսվա կտրվածքով լի ամենատպավորիչը մենք վերնակ ամ ձեր աչքի առաջին Ես ասեմ, առաջինը ես կնշեի ամեն օրը 20 տարվա։ Բայց ամեն օրը փորձն է, փորձը դա տոնա։ Պատկերացեք, որ մի հատ պենս կառուցում, մի հատ ստացվում է, մի հատ թեկուս քերպիչ դինիս ուրխացածս քիամ ասում ես, մի հատ քերպիչ էլ կեցավ, բայց մի հատ հետաքրքիր բան պատմեմ, թեթևելի կարճի մեջ, ուրեմն Մարտին Վարդազարյանի յուբիլեյը անեինք 18 թվականին, 80-ամյակն ալալ Ես ռիսկ մռալ այդ Մարտին առաջ անգամ դիմի, որպեսզի ինքը այդ տոնը նշեմ մզնա հետ, то есть մզդավեյան այդ Այսինքն ուրան հոբելյանական երեկոն Արցախում դուք կազմակերպիք։ Հա, այդ առաջարկը սիլալա ու ինչքան լավ է վեր շատ պրոֆեսիոնալների հետ եմ համագործակցալ տարբեր մակարդակի, ասինքն մենակատարներ են, կոմպոզիտորներ են Իստը բավականին ճանաչելիս ինձ շատ ընկլակյալից քինալիս ու ես ինչ ռիսկի եմ դիմալ այդ առիթավորվելով յուրան հետ ինքը համաձայնությունը իհարկե տվալա 2 ժամ ու կեսանոց համեր գալար մեր սաղ պետությունը հա հիշում եմ ողջունալա ինքը իրան բարեպաշտի մեդալ տվալ եւ ստեղ ինչն է տակի մալխաս Ինքը ջազում Հայաստանում ինչին հնչված Արմեն Ահարոնյան, Երվանդ Երզնկյան եւ մի շարք հատուկ հյուրեր էսա հետաքրքիրելա Լող Որոշավանյան ու իմ հրավիրավ Մարտի Վարդազարյանին ծնված օրը անցկացնին նաեւ Բեմում Ստեփանակերտը եւ ինձ էտի տալարա մի մած պատասխանատու վիճակ ես անգամ քոնոս չլատնայից ամենակարևոր դրվագը այդ հիշվող է ասում Իրանք վեր հենց Երևանից դուրսին եկավ Պիտիկյան Ստեփանակերտ, դու պատկերացնում ես սա Հայաստանա ջազի լույսը մի հատ գազելավ կյամա ու անընդհատ կեր ժամամի զանգ տամ շտեվը կսա շտեվ դու մի դայ բոբի պենի այսինքն անհանգիստում ուրա շատ մեծ համերգ ենք տվալ հետաքրքիր շատ պատասխանատու իհարկե պետության մեծ աջակցության շնորհիվ Եվ Բալուխով այդ մարտիկ եկան ու քեցալ բայց դրանից հետո էլ ավելի բանը սպեցիալ обзорը следующին Ռոբերտ Ամիրխանյանն ալար 19 թվականին էլի Հոբելյանը 80-ամյակը նշալ ենք մեծ շուկով եւ դի ասինք ես этап ամեն տարի հա Միքայել առաջքին էլ ամեն տարի մասշտաբների մեծացում եւ այլն շատ լավ եւ ընդհանուր առմամբ հունցը գնահատում ջազ հետաքրքրվածությունը մեր հասարակության մեջ շարունակում է պահել յուրան այդ բարձունք այսինքն մարդիկ շարունակում են ապրել ջազով լինել ջազում թա քինելով խնդիրները ավելի աշտանում ես ըստը ավելի շուտ Օրիջների հարցին պատասխանեմ միանշանակ հետաքրքրությունը կա ու լինելու է միշտ Պրոստը դու պիտի միշտ նոր գույն տաս նոր հետաքրքիր ասինքն sense բլյուդա մատուցես ու միշտ իրանց հետաքրքրին է այդ համտեսանելը
Եթե դու նույն ձևի ինձ, ասինքն սովորություն սարքիս, ասես լավ է, չէ, պիտի ամեն ժամ մտածես դրա մասին։ Ես դաժե խորհուրդ եմ տամ բոլոր մնացած մարդկանց ու մշակույթի մեջ անդադ նորությունների մասին մտածին, առաջ գնան ու ստեղծագործին, համագործակցին, հրավիրին, ռիսկերի դիմին, վերին իրանք արդյունք ավելի շուտ ունեցնելու ու մեծ օգուտ են հավաքելու դրանով, նույնպես հանդիսատեսը մեր պրինցիպը ինչա է, միշտ ասեմ ժողովուրդ, մուք վեր համերգանք տամ, մս պետք է չի ծափահարեն մուք էլ ուրխանանք, չէ, մուք պիտի էներգիա տակ այդ մարդկանց, ինչ որ ժամ կտրվին այս առօրյա հոգսերից, տեղափոխվին այդ աշխարհը։ Տեղափոխվին այդ աշխարհը, այդ էներգետիկան ընդունի, նաև մուք իրանց ինձ ենք ստանում զրիտելից, ոգևորությունն եւ այլ կտրվե ինչ-որ միտեղ փշմանով է մին այդ սպորարալ կրվալ քինա հաշտի, այսինքն էս ընդհանուր process-ն։ Շատ լավ։ Եվ նորից վերադառնալով մայիսի 2-ին սպասվող այս մասշտաբային միջոցառմանը ծրագրի նորից խոսելով այդ երեկոյի մասին, նախ ուզում մի հատ հասկանամ դույզա տարիների ընթացքում տեսանք վեր այդ համագործակցությունը թեկուզ այդ ամենաբարձր ինչպես քիչ առաջ նշվից արվեստի գործիչների, վարպետների մասշտաբով, այնպես էլ ուսանողների մասշտաբով համագործակցությունը միշտ էլ իլելա շատ բեցու մակարդակում նվագախմբում ձեր կողքին ուզում տեսնամ սորվա այդ ինտեգրացիան այս ամեն ինչից հետո հունցա ընթացքը, այսինքն այդ համագործակցությունը մանավանդ ոչ միայն արդեն Հայաստանի Հանրապետությունից, այլ նաև Ռուսաստանից երաժիշտները հունցը հասկանում ընդգրկված է որպես գլխավոր դիրիժոր, որպես ղեկավար, հիշտ է այդ ամեն ինչը ընդհանուր մի հատ բեն սարքել եւ դուսյոնել բեմ։ Իրականում ինքը շատ բարդ process է, իրականում, այսինքն սիմվոլի տարածքային, եթե մենք այսօր բազա չունենք ասնավնոյ, հետագայում էդ էլ է նախատեսվում մեր համագործակցության մեջ էդ էլ է կազմակերպալ եւ ստեղ մի բան ասի, մի կարճ ֆակտոր կա, դի սիրիս քու գործդ նվիրվածինից նույն էլիտի մասն այդ որ ասում ցելը պիտի չդավաճանիս այդ ամբողջ փաթեթի մեջ համոզվում։ Ես բարի հոգնածությամբ կինամ տոն, զգում եմ չմսալ։ Իսկ ինում չի որ օրինակ արցախցի երաժիշտները կյամն, բայց հասկանում ենք որ իրանք են հոգեբանական հալամ ինչ որ մի հատ խնդիր կա, հալամ հարմարվածության այդ բանը 100%-անոց լուծված չի, կարում չկենտրոնագործի, իրան աշկերին մեջին հալամ այդ կարոտնա, ցավնա, բայց դու այդ բանը չպիտի ուշադրություն դարձնես դրան իրա։ Չէ, ես ոզում չեմ կտրիմ այդ զրույցը, այսինքն ես այդպիսի մտնոլորտ եմ փորձում ստեղծիմ ինել աղեկավար պատասխանատու վեր ինքը հույսա ուրախ ու դրանով ինքը սկսում է ապրել, ասինքն ամեն փորձը վեճտամինակ համերգը իրանք արդեն այդ տակությունը զգացան եւ լոխ ենք ստի վիճակում, բայց չպիտի այդ մինորն էլ ադումը մնանք։ Մուք պարտավորок մեր ընդունակությունը շնորհք տված Աստծուց աշխատացնենք։ Ես մի հատ բան կա առաջարկին բոլոր մեր արցախցիներին եկիկ այս պայքար ամեն մարդ պայքարը իրան ըստ տալանտի։ Եթե մեկը ստրայիցիլա դրանով զբաղվել երաժիշտ է երաժշտազը աճեցնե իր որակը մակարդակը իր շուրջ հավաքը առողջ մտնոլորտ այ հաղթանակը ստանալու պայքարը ստանալու։ Իսկ սորվում կոնինք դեպքեր վեր օրինակ բժիշկը փորձում է զբաղվել շինարարությամբ։ Ես այդ կարող հազվադեպ Սա հարաբերական բաներում ես ասում, կերպարային ասում, բայց ենթատեքստը գիտեմ եք դիժերա իսկականից ես էլ եմ մի տարի վեշ մի հնարավորություն չլա, բայց ես ասեմ ցես կա մի հատ պոզիցիա որ դու անում ես քո գործը այն վերջի պայն հաջողությունը կան պիտի ուվերինի քինաս ասինքն պիտի վստահենիս ինքնավստահենիս ես հույս անում եմ Աստված ամեն ինչը այս ամեն ինչից ստացվալ է ինքը այդ հարցում կոմագի անում մենակ չթողում միանշանակ մուք չպիտի սովորություն սարքինք մեր ասինքն այդ մինորն լադստի ասինքն վեր չակերտեն մեր գալած դիժերը ամեն ինչ հասկանալի է բայց ես խնդրում եմ մի քիչ ավելի մեր մուք օնիկը զինքդ մի հատ հավաքը ու վперед բնդճակատ դառնանք առաջ քինենք շատ լավ ամեն դեպքում հանդիպելու ենք համերգի ընթացքում, բայց մինչ այդ էլ ուզում հաջողություններ մաղթիմ բոլորին, ովքեր վերընդգրկված են այդ համերգում, ըստեղ խոսքը միայն երաժիշտների մասով չէ, այլ այն մարդիկ, որ պիտի իրաց ներդրումը ունենան, բոլորին հաջողություններ ենք մաղթում, թող որ այն սպասելիքներով ինչավեր դուք այդ օրոպից հնականակ բեմ անպայման դրան կրկնակին ոչ միայն դուք տակ հանդիսատեսին, այլ նաև դուք ստանաք, որովհետև արտիստը ոչ միայն դուսակյամ հանդիսատեսին ծեր ասած այդ
այդ էներգիան տալի, ժամանցը արվեստ տեղափոխել, այլ նաև ինքը չէ պիտի լիցքավորվի։ Նաև հանդիսատեսից այդ օրը լիցքավորվիկ ու հունց 2025-ը նոր շնչավ, այդ նորություններով սկսալը դեռ շարունակիկ ու միշտ հաջողություններ ունենիք։ Ես ցույց տակ մի կես էլեկտրոնիկացնեմ։ Ես ինքս խնդրում եմ, որ բոլոր արցախցիները մեր մշակույթը համսիրող, ես հուսամ եմ լոխն այդ մտքին, այդ համերգինելու անվճար, ես հրավիրում բոլորիդ այդ համերգին մասնակցին։ Այդ հազարավոր մարդիկ մեծ հաջողիկ հրավեր ունեցան, պետք է համերգը մի քանի օր շարունակ։ Ընտրեմ մեծ սիրով, ես կանին տա, կփորձեմ կազմակերպել։ Ուղղակի ես մեր արցախցիները թող գիտան, ես իմ պայքարս որպես արցախցի, որպես հայ ազգի ներկայացուցիչ արցախցի, իմ պայքարս անում մեր ազգի հետ կապված միասին, то есть իմ ներդրումն իմ մասնագիտությունով, այսինքն մեծ սիրով լողջին կսպասիմ, այնտեղ հանդիպինք ու ճինա հիշինք, վերիշինք ինչ է պահեր, միգուցե մի պատար ես այդ օրը էմոցիոնալ լավ էներգետիկա կստանա այդ մարդը, մի քիչ կկտրվի այդ հոգսերից ու շարունակ։ Իհարկե։ Շատ լավ, դե պայմանավորվեցինք։ Ուրեմն հանդիպում ենք մայիսի 2-ին ճարտարապետների միությունում Արցախ ջազ նվագախմբի եւ հրավիրված շատ վաստակաշատ երաժիշտների, արվեստի գործիչների մասնակցությամբ։ Իսկ այս պահին այսքանով մեր զրույցները այսօրվա արցախյան զրույցները այսօրվա ավարտված է, բոլորիդ մաղթում ենք բարի առավոտ եւ հաճելի օր։